Միան տապանում հյուրընկալել եմ ինքնիշխան Հայաստան կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանին, պարոն Սանասարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Փաշինյանը քաղաքական դաշտը հստակ բաժանել է երկու մասի՝ խաղաղության եւ պատերազմի կուսակցություններ, գիտեք բացատրությունը, բոլոր նրանք, ովքեր խոսում են 29743 քառակուսի կիլոմետր տարածքից ավելի մեծ տարածքի մասին կամ արցախցիների վերադարձ իրավունքի մասին, իրենք պատերազմի կուսակցություններ են եւ ինչ որ մի պահի իրենց խոսույթով հրահրելու են, բերելու են, հանգեցնելու են պատերազմի։ Դուք այս բաժանումը նախ ինչպես եք գնահատում եւ ձեր քաղաքական ուժը պայմանական այս բաժանման որ կողմում է, պարոն Սանասարյան։ Բնականաբար մեր համար դա մանիպուլյատիվ բաժանում է։ Իրենք փորձում են այդ մանիպուլյացիայի շնորհիվ նորից վերարտադրվեն ու ունենան համանդրական մեծամասնություն։ Ես կարծում եմ պետքա ժողովուրդը մերժի այս խոսույթները առհասարակ։ Ես ավելի անգամ չի ուզենա մտնել այդ դաշտ ու կուզենայի խոսել այլ խնդրի ճանապարհին, որ գալիս էի, մտածում էի, որ լավ, ամեն դեպքում մենք հանրային գործիչներ ենք, քաղաքական գործիչներ ենք, մեր խոսքը պատասխանատու լինի, մարդկանց ինչ պետք է հասցնենք, որ փոխեն իրանց մոտեցումները փոխվեն, այս գզվրտոցից դուրս գան, այս փոխադարձ թշնամանքից դուրս գան, այս իրար խեղդելու, իրար ոչնչացնելու մարմաջից դուրս գան։ Ժողովուրդ, ինչ եք կարծում, մեր խնդիրը այն է, ինչ որ մեզ ներկայացվում է։ Արևմտամետ, ռուսամետ, էսա մեր խնդիրը, մեր խնդրեմը այստեղ է։ Ես կարծում եմ չէ։ Թումանյանը ժամանակին իր հոդվածում գրել էր ներսից ենք փչացած եւ ներսից է լինելու փրկությունը։ Հիմա եթե սա չհասկանանք, ինչ ամենալավ ծրագրերի մասին եկեք խոսենք, բայց այդ ամեն ինչի զատ մենք իրար ոչնչացնելու ճանապարհով ենք գնում։ Դավաճան, թալանչի, այս ամեն ինչը, տեսեք 5 տարի, 6 տարի է անցել պատերազմից, հա, ու դրանից հետո մենք էլի կորուստներ ենք ունեցել, էլի ընտանիքների լույս է մարվել, էլի ցավ ենք ունեցել, էլ ինչա պետք լինի, հələ շատերը խոսում են ցեղասպանությունից 100 ավել տարի անցել, էլ ինչա պետք, էլ ինչ ճանապարհ, մեզ էլ ինչ ձև պետքա մեզ ստորացնեն, ցավացնեն, որ խելքի գանք, որ մոռանանք այս բաժանումները, այս խրամատները, իմ առաջարկը որն է, այս խրամատները պետք է մենք ինքներս բուր առ բուր պետքա լցնենք, իրար բաժանող այս, որովհետև տեսեք, եթե շարունակենք իրար ուտելու այս ճանապարհը, ով է արդյոք օգտվում, կասեք։ Ճշնամին միանշանակ։ Մեր երկրում ոչ ոք չի օգտվելու, ես ձեզ վստահացնում եմ։ Անգամ կարճաժամկետ այդ էֆեկտները, որ ստանալու են, էլ իրար մանիպուլացնելով, իրար դեմ ցեղ շպրտելով, ինչ որ քվեներ, որ ստանալու են։ Ինչի համար են ստանում։ Թշնամուն պետք է արդյոք սպառազինություն։ Թշնամուն պետք է կանոնավոր լուրջ բանակ, պատրաստված բանակ, որպեսզի մեզ թելադրել տան, թե մենք հաջորդ զիջումը ինչ ենք անելու։ Ինչի համար է պետք թշնամուն այդ ամեն ինչը։ Մենք իրար ոչնչացնում ենք։ Մենք հանրությանը եւս տեղավորում եք այդ հանրությունը համ հետևում է այս թաթերաբեմին, համ էլ մասնակից է դառնում։ Տեսեք, մի հատ հասարակ օրինակ։ Չի ուզենա շատ մտնել այդ գզվրտոցի տրամաբանության մեջ օրինակները տեղից բերել, բայց տարբերակ չունենք, պետք է ասենք, հա։ Տեսեք, Փաշինյանը այդ կնոջ վրա իր երեխայի ներկայությամբ մատ թափ տվեց, չէ՞։ Կանանց կողմից, մեր սիրելի կանանց եմ էլի ուզում դիմեմ, սոլիդարություն չկա ձեր մեջ առհասարակ։ Չէ, չկա։ Ավելի շատ հարձակվողները կանայք են ու ինչ ճանապարհով են փոխարենը կանեն ասեն դե լավ չի կարելի, վերջապես չի կարելի, լավ։ Ինչ քաղաքական տարբերություն ուզում եք ունեցեք, ինչա մետ ուզում եք, չնայած իմ համար դա այն անկյունակարային սխալներից է, երբ որ այլամետեր են մեր քաղաքական դաշտն ու ընտրողը այլամետ է, ռուսամետ կամ արևմտամետ կամ այսինչա մետ, այդ է մեր խնդրեմը տեղը, ազգայինը ստորադասվում է այլոց շահերին, ասենք Ռուսաստանը, ոնց անենք, որ Ռուսաստանի կենսական շահը չվնասենք, ոնց անենք, որ արևմուտքի կենսական շահը, Ամերիկայա, Ֆրանսիայա, այս կոմա, այն կոմա, բոլորը նրանք մեր բժիշկները չեն, մեր բժիշկները ներսից են, մենք պետք է կարողանանք, ես էլ եմ ժամանակին այդ խոսույթի մեջ եղել, հա, քննադատել սուր, ինչ որ ածականներ օգտագործել, բայց վերջը հասկանում եմ, չէ, որ այս ճանապարհը շատ վատ ճանապարհ է։
ես ին վրայից պատասխանատվությունը չեմ հանում։ Սիրելի Էլիզա, ես չեմ հանում այդ պատասխանատվությունը ին վրայից։ Ես էլ եմ այդ սխալները արել, բայց գիտակցում եմ, այս տարիներին ավելի եմ հասունացել, գիտակցում եմ, որ սա վատ ճանապարհ է։ Հիմա տեսեք, հետ կանք այդ օրինակին, հա։ Ման են եկել այս չեկիստական ոճով, ման են եկել այդ կնոջ ասած այդ կնոջ գրառումները գտել են Facebook-ից ու որ այն դառնացած ժամանակ, որ տուն է կորցրել, հայրենիք է կորցրել, անընդունելի, եկեք ասենք, անընդունելի պիտակավորումներ է արել։ Ու ես որ կոչ էի արել, որ դադարեցրեք սա, իմ աշկը ուզում էին կողեն, տես, ինքը մեզ այս անվանը չեմ էլ ուզում կրկնեմ, էլի, որտեվ ես մասնակցում եմ դրան, հա։ Դուք տեսնեիք ինչ ջանասիրությամբ, որպեսզի իրենց սիրելի քաղաքական գործչին ասեմ, ղեկավարին ասեմ, չգիտեմ, վարչապետին ասեմ, պաշտպանեն, այդ փութաջանությամբ գտել ու տարածում են լրատվամիջոցները, այդ կտորները իրանց լրատվամիջոցները անընդհատ տարածում են։ Այս թույնի դոզան, որ մեծացնում ենք, ինչ ենք ստանալու, հետ եմ ուզում, ինչ ենք քաղելու։ Միայն այդ օրինակն եք բերում, բայց ես ուզում եմ հիշեցնել նաև Մեղրիում զոհվածի կնոջ օրինակը, երբ նա ընդամենը Փաշինյանին իր տուն հրավիրեց եւ շնորհակալություն հայտնեց երեխաների կրթական ծրագրերի համար, եւս թիրախավորվեց, այսինքն խիստ բևեռացման պայմաններում, այսինքն տեսեք, այն լույսերը, որ մարվել են, հայրենիք են կորցրել, մեր լավագույններին են կորցրել, հա։ Այդ տներում այդ լույսերը, որ մարվել են, մարդիկ սկալու իրանց ճանապարհի մեջ, էլի այս քաղաքական կռիվներով ուզում են օգտագործեն։ Զոհվածի ծնողներին այս մի մասը ստեղաբերում, այն մի մասը ընդեղաբերում, որ իրանք պարտադիր վատ խոսք ասեն, որ ասեն դավաճան, որ ասեն էս, որ ասեն թալանչի։ Սրա արդյունքը մենք լաբորատորիա ենք ուղղակի բաց երկնքի տակ ու մեր թշնամիների Հայաստանի լավ օրը ճուզողների համար շատ մի փորձակնության, sense մի հատ շատ լավ բան, ինչա պետք անել։ Մի հատ խոսք գցել, մեր թշնամու ղեկավարը ասում է մի բան, ու ստեղ սկսում ենք իրար ուտելը։ Էլ ինչա պետք։ Ժորժ ջան, չի կարելի այս ճանապարհով գնալ, ուղղակի չի կարելի, սա վատ տեղ տանող ճանապարհ է։ Հիմա եկեք միասին քննարկենք արտաքին քաղաքական ինչ-որ մոտեցումներ։ Ինչա փոխելու, եթե փչացած է կորիզը, ինչա փոխելու առհասարակ։ Առողջացնողով պետք է լինի, որովհետև շատ բարդ է եւ էլիտաները այսպես կոչված փչացած եւ հենց ձեր եթերից կոչ եմ անում գործիչներին, ովքեր որ որոշակի լսարան ունեն, որոշակի ազդեցություն ունեն, դադարեցնեն այս ճանապարհը։ Առաջին հերթին կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին։ Պարոն վարչապետ, պարոն Փաշինյան, հարգելի Նիկոլ, չի կարելի այս ճանապարհով շարունակելը։ Մազապուրց եղածներին, որ մեր մեղավորության արդյունքում է նաև այդպես եղել, մազապուրց եղածներին անվանել փախածներ, հա, չի կարելի դադարացրեք, ուղղակի դադարացրեք, սա առաջի անգամ չի, այս տոնով առաջի անգամ խոսեցին ու քաղաքացու հետ խոսեցին, ազգային ժողովի ամբիոնից քանի անգամ են այս մասին խոսել, ու մենակ ինքը չի, ինքը ասեց մի բան, սկսում է ամբողջ թիմը սպասարկել այդ ասելիքը։ Նույնը նախկին իշխանություն եղածները։ Նույնը նրանց է վերաբերում։ Իրենց մեդիաներով եւ իրենց քարոզչական մեքենա։ Նույնը ոչ մի տարբերություն, բոլորին է վերաբերում, սենց ասեմ։ Ովքեր մտնում են այս գզվրտոցի մեջ, իրանց է վերաբերում։ Այս աղմուկ ովքեր մեծացնում են, թուլացնում են Հայաստանի հիմքերը։ Պարոն Սանասարյան, միգուցե այս քաղաքական դերակատարները աշխատում են նաև այդ հանրային տրամադրությունները հաշվի առնելով, այսինքն դրանց վրա են իրենք խաղում։ Ներսից հանրային պահանջը կա, որպեսզի այդպես բևեռացում լինի, հենց հանրությունը ներսից շարքային քաղաքացիները իրենք բևեռացված են եւ այս քաղաքական գործիչները իսկ ով պետք է փոխվի բևեռացում։ Եթե հիմա ես ստեղից ինձ ով ինչ կարա ասի, կներեք, ինձ ինչ կարող են հիշացնել առհասարակ, անհամեստություն անեմ, շատ բաներ կար, իմ սխալներից կարան ասեն, բայց ոչ թալանել եմ, ոչ չգիտեմ նման գործողություններ եմ արել, որ իմ երկրի անվտանգությունը թուլանա, ոչ կարող են ասեն, որ պատերազմից եմ փախել, ոչ մի բան չեն կարող ասել։ Հիմա ինձ ամենահեշտը
ինձ է իմ համար այդ հեշտ դիրքը, որ քարը վերցնեմ ու հերթով բոլորի ուղղությամբ շպրտեմ, բայց շահում ենք մենք, միգուցե իմ դիտումները ավելանան, բայց վերջը այդ դիտումներով ենք չափում, այդ լայքերով ենք չափում, այդ կարամ է տանեմ, ոչ մտավոր խնդիր ունեմ, ոչ համարձակության խնդիր ունեմ, կարծում եմ այդ ժողովուրդ տեսել են, որտեղ որ պետք է եղել ինչ համարձակություն եմ դրսևորի, ինչ կեցվածք եմ դրսևորի, այդ խնդիրը չունեմ, բայց ես ասում եմ, եկեք դադարացնենք իրար ոչնչացնելու, հայը հային ոչնչացնելու ճանապարհը դադարացնենք, այդ գործիչները հիմա ինչ են անում, տեսեք, հանդիսատեսը թելադրում է կոնկրետ ճանապարհ, չէ, եթե մեկին ասես, որ եկեք իրար այդ դավաճանի բանով չխոսենք, թալանչի բանով չխոսենք, քեզ միանգամից կպիտակավորենք, ասեն, դու սրան ես պաշտպանում, դու նրան ես պաշտպանում։ Էս իմ վերջի օրերի իմ ասելիքի տակ ինչական ասես ավելացրեցին։ Բայց ինձ չի կպնում դա, չի կարա ինձ կպնի։ Իմ գործունեությունը եղել է թափանցիկ։ Գրական գործ կարեցին, նախորդներն են կարել, հետո ինչ, բանտարկել են, ամենաշատ բերման ենթարկվածներին, թող գնան վիճակագրություն նայեն։ Ինչ ասես արել են։ Հիմա այս փակուղում ընտրությունների գնալը դրա արդյունքը ինչ է լինելու։ Ես ասում եմ կոչ եմ անում, որ մի հատ ուշքի գանք։ Մի ստապության կոչ եմ անում ու շարունակեմ։ Կոչը հնչում է։ Շարունակեմ։ Արցախի էթնիկ զտումից հետո առնվազն պետք է բոլորը կարիք չլիներ նման կոչի, մարդիկ իրենք ինքնապաշտպանական այդ բնազդի գործի դրմամբ գոնե սթափեին, բայց եթե դա տեղի չի ունեցել անընդհատ կոչ անել։ Եթե անգամ թելադրվել են դրսից, ներողություն, հիմա ժամանակն է ստոպ տալու, կանգ առնելու ու շարունակելու այս ընթացքը։ Ժողովրդին պատերազմով վախեցնելը դրանից ավելի վատ բան չեմ կարող ասել։ Ուղղակի չեմ մտնում այդ դաշտ։ Չափից ավել վտանգավոր բան արվում հիմա մեր քաղաքական դաշտում։ Չափից ավել վտանգավոր։ Սրանից ավելի վտանգավոր բան չկա։ Երբ որ սեփական ժողովրդին վախի մթնոլորտում են պահում։ Երբ որ իրենցով են պայմանավորվում, ոչ ոք առանձին ոչ ոքով չի պայմանավորվում մեր երկրի անվտանգություն, ոչ մի քաղաքական ուժով։ Հիմա իրանց եթե մի կողմ դնենք, պարոն Սանասարյան, եւ դիտարկենք նաեւ աշխարհաքաղաքական իրավիճակը, տարածաշրջանային զարգացումները, բացառել, որ պատերազմ կլինի Հայաստանի հետ, Ադրբեջանը նորից ցանկություն կունենա հարձակվելու։ Պատերազմ, տեսեք, իրանք էլ ասում են, մենք խաղաղության դարաշրջան ենք բացել, բայց մենք պետք է այդ դարաշրջան, այսինքն 100 տարի մենք պետք է լինենք, հա, պայմանական ասած իշխանության։ Բացառել ոչ ոք չի կարող որ պատերազմ կլինի։ Այսօր այնց երկրներ չեն կարող բացառել, որ իրանց տարածքում պատերազմ կլինի, որոնց մասին մենք օրինակ ով կմտածեր, որ Արաբական Միացյալ Էմիրություններում կարա ավտոմատի պատրոն կրակել։ Պիստոլետի պատրոն ինքնաձիգի պատրոն կրա, պիստոլետի ով կարող մտածեր դրա մասին։ Ոչ ոք, բայց տեսակ եղավ։ Ով կարող մտածեր, որ Ամերիկայի դաշնակից լինելը դա ապահովություն չի։ Տեսակ, որ դա ապահովություն չի։ Այն մարդիկ, ովքեր որ մտածում էին, որ Ռուսաստանի դաշնակիցը լինելը դա արդեն անվտանգության բարձիկ է, տեսանք, որ Ռուսաստանի բոլոր դաշնակիցներին հատառատ բոլոր դաշնակիցները խնդրեմ են ունենում։ Հիմա հասկանում եք, որ երբ որ մարդիկ խոսում են խաղաղությունից, առանց պատրաստվելու դրան, դա խաղաղություն չի լինում։ Հիմա ասենք, ենթադրենք, վաղ ժողովուրդը որոշեց, որ Նիկոլ Փաշինյանը պետքա չլինի իշխանության։ Ուրեմն ինչ մեր ցեղը գնաց կորավ, հա, այտենց ենք մտածում։ Այսինքն դրան պետքա պատրաստվել։ Այս խոսքերին միշտ փորձում են կպցնել, որ մենք պատերազմ ենք ուզում։ Օրինակ ինձ չեն կարող դա նման բան ասել, որտեվ ես ընկերներ եմ կորցրել պատերազմի ժամանակ, իմ աչքի առաջ եմ կորցրել։ Այդ ծանր հոգեվիճակով անցել եմ, երբեք չեմ ուզում դա լինի։ Բայց Ժորժ ջան, ուղղակի քաղցր ասելով բերանը չի քաղցրանում։ Մենք իմիտացիա ենք անում, խաղաղության այս պահին իմիտացիան անում, դրա համար պատրաստվում են, պետությունները պատրաստվում են, ոնց որ Իրանը պատրաստվել է, երկար ժամանակ պատրաստվել է Իրանը դրան, որ այսօր աշխարհի գերհզորները չեն կարողանում Իրանի հետ հարց լուծեն։ Հիմա տարածքայինով ենք չափում իրանց համեմատությունը, ռեսուրսներով ենք չափում, ինչով ենք չափում։ Մեզ պետք է այս գործիչները պետք է հասկանան, այդ այլամետ գործիչները պետք է հասկանան, որ ազգային օրակարգ է պետք, համախմբվելու օրակարգ է պետք,
արժանապատվությունը է պետք առաջ տանել, ինքնիշխանությունն է պետք առաջ տանել, պետության անվտանգությունը այս հիմքերի վրա պետք է լինի, ոչ թե մեծ խոսքերի, հա, խաղաղությունների կամ մեզ կուտեն, այլ նախ մեր լավ անարժանապատիվ ապրելը խաղաղության այդ որն է, ես չեմ կարող հասկանամ, ժողովուրդ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 սենսացիա։ Այ սենսացիան էսա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Մեր հանդրության հետ իշխանության ներկայացուցիչների հանդիպումները ինչ են ցույց տալիս։ Մեր հանդրությանը կարելի է ասել, որ այդ իմիտացիան դուր է գալիս, իրենք դա ընդունում են կամ ուզում են դրան հավատալ։ Թմբիրի մեջ են։ Մի մասը ուզում է հավատալ, մի մասը դառնացած է, զրկված է, ունե զրկված է, չգիտեմ, հայրենազրկված է։ Ամեն մեկը
որովհետև ես հանրությանը չեմ մեղադրում, բայց ես կոչ եմ անում, որ ծափ չտան այս գործիչներին։ Ուղղակի հենց մոտենում են իրենց, հենց խոսում են բաներից, որոնք որ ազգային անվտանգությանն է վերաբերվում, ստապացրեք սիրելի ժողովուրդ, ստապացրեք, այդ կռիվը մեր ներսի կռիվը, հայը հայի այդ խեղտելու մարմաճը դուք պետքա ծափ չտաք դրան։ Մի տարածեք այդ նմանատիպ խոսույթով տեսանյութերը, գրառումները, ուղղակի մի պահանջարկ մի ստեղծեք։ Երբ որ պահանջարկ եք ստեղծում, նրանք մտածում են, ահա, լավ է սա։ Երբ որ դուք սկսում եք առավոտից խոսալ, թե Փաշինյանը ինչ է ուտում, ինչ է ասում, ինքը տեսնում կարող է զբաղացնի։ Մի ուղղակի անդրադարձեք դրան։ Մի անդրադարձեք չի անի։ Եկեղեցի պետություն կռիվը ոնց որ դադար են տվել, հա։ Ինչի են կռվում։ Կոչել արեցի, ասի պատրաստ եմ, ոչ քո կողմից եմ, ոչ քո կողմից եմ։ Պատրաստ եմ, եկեք ձեզ հանդիպացնեմ ու խոսեք, հասկացեք, որովհետև հենց այս երկու կարևոր ինստիտուտները պետք է իրար հետ չասեմ համաձայն պետք է լինեն ամեն ինչում, բայց գոնե ազգային հարցերում պետք է հաշտ լինեն։ Դադարն ինչով եք պայմանավորում։ Չգիտեմ, նախընտրական այս process-ում երևի հաշվարկ են արել, որ կորցնում են այդ պատերազմը, դրա համար դադար են տվել։ Այսինքն այդ հարցում հանրությունը ամեն դեպքում ունի Ամեն Կիրակի կներեք, ամեն Կիրակի բա գնում եք եկեղեցի ու պատարակների եք մասնակցում։ Վերջ այդքաններ գծած։ Հիմա ես էլ չեմ ուզում մտնեմ դրա մեջ, բայց Չէ, ուզում եմ հասկանալ, այսինքն հանրությունը ունի այդ հարցում հիշողություն, ունի ներդրված համակարգ, որը չի տրվում մանիպուլյացիաներին, այդպես կարելի ասել։ Չէ։ Եկեղեցու ինստիտուտի նկատմամբ։ Մենք ունենք խարխուլ հանրություն։ Ցավոք եմ սա ասում։ Էլի չվիրավորելով մեր հանրությանը, բայց հեշտ ենք մանիպուլացվում։ Հենց այդ հիշողության կորուստն ենք հեշտ ունենում։ Մոռանում ենք։ Ես ասում եմ, եկեք բոլորս բոլորին ներենք, անցնենք առաջ։ Ներել, բայց դա միաժամանակ նշանակում է, որ այդ գործիչները պետք է մնան դաշտում։ Նախկին եւ ներկա։ Հիմա ես այս ձեր եթերից կոչ եմ անում Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանին ասում եմ դադարացրեք այս ընթացքը, գնացեք զբաղվեք ձեր գործարարությամբ, մենք ձեր հետևից չենք գալու։ Բոլորի համար օրենքը հավասար է, ես չեմ ասում ինչ որ ես կարամ որոշեմ թե ով ինչ բան, բայց պետք է մեզ հաշտություն է պետք։ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, հատկապես նրանց երկուսին ներողություն խնդրեք ու ասեք, որ չեք զբաղվելու քաղաքականությամբ։ Ու մենք ամեն ինչ կանենք, որ ժողովուրդը ժամանակին ես մերժել եմ, չէ՞ նրանց։ Տարբեր առիթներով, տարբեր ձևի, անգամ վիրավորական բան եմ ասել, բայց ասում եմ եկեք դադարեցնենք, ազգային համերաշխություն է մեզ պետք։ Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքում ուղղակի որոշեք, հեռացեք։ Բոլորը որոշակի ժամանակ կառավարել եք, որոշակի վնաս տվել եք, որոշակի լավ, բոլորդ էլ ինչ որ օգուտներ տվել եք։ Ինչ որ քիչ, բայց օգուտներ տվել եք։ Սերնդափոխություն է մեզ պետք։ Ինչ եք ուզում։ Այս սխալը գիտեք որտեղ է, որ հատիկ առ հատիկով ընկածա օրվա իշխանությունը նրանց հետևից։ Դու ոչ ոք ինչ թվա, որ ես չեմ ուզում, որ պետությունից թալանածը հետ չգա։ Բայց դրան ձև կա։ Դրան առաջարկ ունեմ, որ ինքնակամ թող բերեն ներկայացնեն, ոչ թե ինչ որ մեկին տան, այլ պետությունը մենք պետք է քաղաքական գործիչներով գանք ընդհանուր հայտարարի, որ մեգա պրոյեկտներ իրականացնենք ու այդ միջոցները պետք է ներդրվեն դրանից ավելին իրանք ինչ միջոց ունեն որ հնարավոր բայց ոչ թե նրանից որ թող է տեղել փայ ունենան բայց չմասնակցեն այլևս քաղաքական process-ներին ովքեր որ կընդունեն իրանց մեղավորությունը թող հանգիստ գնան ապրեն Հիմա ձեր կարծիքով դուք անձանց անուններ տվեցիք Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, իրենք ինչու են մտնում այս ընտրապայքարի մեջ, որ մտնեն այդ ընտրապայքարի մեջ, երբ որ եւ երկրի ներսից, չգիտեմ,
փաստեր չունեմ, բայց երկրի ներսի Դե գործընթացը տեսնում ենք։ վերլուծություններ կան, որ նրանք Ռուսաստանից ստիպված ներդրված են այս Ռուսաստանից եկած գործարար, չէ։ Ահա։ Ես ինչ գիտեմ իր հետ ինչա կատարվում։ Այլ որ իր հետ խոսեմ, երբ որ ինձ ասեմ, որ այս խնդիրները ունենք, տարբերակ չունենք, ես էլ կփորձեմ իրեն պաշտպանել, ասել, որ դու խնդիր չես ունենա։ Մենք ժողովրդով մենք ձեզ կպաշտպանենք, բայց եկեք այս process-ից դուրս գանք։ Գագիկ Ծառուկյանը թող գնա, մի մասի դուրը գալիս է, մի մասի դուրը չի գալիս։ Ուզում է իր կարծիքով բարի գործ անելու Քրիստոսի արձանը կանգնեցնել։ Թող գնա դրանով զբաղվի, իր գործերով զբաղվի։ Ես ասում եմ առանց վիրավորանքի։ Ասում եմ, ես կարամ վիրավորեմ։ Ամեն մեկի արածի համար կարամ վիրավորեմ։ Բայց մենք ինչ ենք ստանալու դրանից։ Այ հարցը այդ է, մենք ինչ ենք ստանալու։ Մեկ մեր անձնական խնդիրներն ենք լուծում։ Հա ինչ որ ինձ ծափ են տալու, ասում համարցակ տղա։ Ես նոր չեմ ապացուցել, որ ես համարցակ եմ։ Բայց իմ ասածը ուրիշ է։ Օրվա իշխանությունն էլ է դրթել, որ նրանք գան։ Տեսեք, 7 տարի անցել է իրենց կառավարումից, բայց ֆինանս ունեցողը մեզնից ավելի առավել է, որ մենք ամբողջ կյանքներս պայքարել ենք մեր երկրի այս իրավունքների, քաղաքացու այս կամ այն իրավունքների համար։ Մենք ֆինանսական խնդիրներ ունենք, որտեղից մեզ ֆինանսներ, ոչ օլիգարխ ենք, ոչ էլ սնվում ենք օլիգարխներից։ Բայց իրանք ոչ էլ վարչական ռեսուրս ունենք, բայց իրանք ինչ են անում։ Ունեն ֆինանսական մեծ միջոցներ, մարդկանց են տրամադրում, գովազդներ են անում, իրանց ռեսուրսները ամբողջությամբ օգտագործում են, գործարան ունեն ու ստարտային պայմաններում առավելություն ունեն ու ֆավորիտ են համարվում։ Ժողովուրդ, այն նորմալ իշխանության դեպքում այս մարդիկ ֆավորիտ կարան լինեն գործարարության մեջ։ Հավասար պայմաններում, հարկային ու օրենսդրական հավասար պայմաններում կարան փորձեն լինեն ֆավորիտ։ Այս մարդիկ քաղաքական գործիչներ չեն։ Էլի եմ ասում, առանց վիրավորելու եմ ասում։ Այս մարդիկ պետքա ստեղծել պայմաններ, որ գնացեք ազգային բարեր արեք, դրսից եք, ներսից եք, գնացեք զբաղվեք գործարարությամբ։ Ձեր գործը չի քաղաքականությունը թողեք մարդկանց, ովքեր քաղաքականությամբ են զբաղվում։ Մի ֆինանսավորեք խառնակցություն, մենակ իրանց չի վերաբերվում, հա։ Իրանք են հայտ ներկայացրել։ Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, ալեհերեք արդեն բոլորդ։ Լավն եք, վատն եք, գնացեք ձեր թոշակին, հերիքա խառնվեք։ Թողեք այս երանգյունուց դուրս է լինելու։ Դե դուք եք ասացի, պարոն Սանասարյան, չեն կարող չխառնվել, որովհետև դրսից թելադրանք ունեն, առնվազն Ռուսաստանից ունեն։ Ռուսաստանը ասում են, գնում է վաբանկ, բոլոր ուժերը կենտրոնացրել է, որպեսզի այստեղ տեղի ունենա իշխանափոխություն։ Մյուս կողմից ուզում ենք հասկանալ, իշխանափոխության իմաստը ո՞րն է, այսինքն Ռուսաստանը ինչ պետք է ցանկանա այստեղ իշխանափոխություն իրականացնել։ Ցանկացած մեկը կուզենա այստեղ իշխանափոխություն անի։ Այս լաբորատորիայում ցանկացած մեկը կներեք էլի, որ իմ երկրի մասին դա եմ ասում, բայց մենք դառել ենք լաբորատորիա, ցանկացած մեկը կուզենա իշխանափոխություն անի։ Իր ազդեցությունը որ պետությունը չի ուզենա, այլ պետության վրա ազդեցություն ունենա։ Հիմա չունի Ռուսաստանը Փաշինյանի իշխանաբարման պայմանները չունի, բայց ինչու պետք է ուզենա փոխել։ Որ ավելի լավ լինի։ Ոչ թե փոխել կարող չի ուզում, ես նրանց պլաններից չգիտեմ, ես ուզում եմ մեր պլանների մասին խոսեմ, ոչ թե նրանց պլանների մասին, որ խորհրդարանում բոլորը լինեն Ռուսաստանի հետ խնդիր չունեցող ուժեր, այդ չեմ էլ ասում է, որ մենք Ռուսաստանի պետքա պատերազմ հայտարարենք, այդ ինչ ռեսուրսով ենք անում այդ։ Բայց երբ որ գիտակցում ենք մեր ինքնիշխան շահը որն է, մեր ազգային շահը որն է, Ռուսաստանն է մեր հետ կխոսա, մյուսներն է մեր հետ կխոսան, ոչ թե կասեն, այս ինչը արեցինք Հայաստանի համար, բերեն ծափ կտան, փրկություններ այդ Հայաստանի համար։ Ոչ հավասար մրցակցային պայմաններից խոսեցիք։ Հիմա քաղաքական դաշտում առնվազն մեկ ուժ ես գիտեմ, բոլորին դեմ եմ կուսակցությունը, որը շարժում էր հետո դարձավ կուսակցություն, առաջարկում է փոխել այս ընտրական համակարգը։ Ասում է, քանի դեռ Սերժի կոստյումով ենք մենք գնալու ընտրությունների, այս երկրում ոչինչ չի փոխվելու։ Հիմա դուք համակարծիք չեք եւ համագործակցության հնարավորություն կա այդ մարդկանց հետ։ Նրանք էլ են ըստ էության նույն բանն են։ Ես հիմա դա չեմ ուզում քննարկեմ, որովհետեւ իրենց հետ հանդիպելու եմ, ներկայացնելու եմ նաև մեր մոտեցումները, առաջիկայում իրենց հետ էլ հանդիպում կլինի։ Այնտեղ մի մասի իմ ընկերներն են, մի մասի ճանապարհ ունենք անցած։ Պարզապես կարող եմ ասել, որ բացասման սկզբունքով պետք չի գնալ։ Ավելի լայն է պետք մտածել, ավելի ուրիշ, ով ասեց, որ այդ մենակ այդ խնդիրներն են։ Իմ Սերժի սահմանադրությամբ գնում եք ընտրությամբ։
Հենց դա է ասում են Ոնց ենք փոխում։ փոխենք։ Ընտրություններից հետո պետքա փոխվի, չէ՞։ Հիմա չի ստացվում այդ փոխելը։ Բա այդ ինչպես են կարողանում լայն կոնսոլը։ Երբ որ մեկը մեկին բացասում է, ոչ թե պետք է անձերը իրար բացասեն, այլ առաջարկները, եթե կարմիր գծերը պետքա դրվեն, կարմիր գծերից դուրս պետքա լինի համագործակցություն, ավելի լայնը պետք է համագործակցել։ Սեղանին ավելի լուրջ խնդիրներ է պետք դնել։ Իրենց բարձած խնդիրը ցանկացած ուժ կարա դնի իր օրակարգում ու վերջ։ Մենք այսօր պետքա ստապ խոսենք, ազգային անվտանգության խնդիր ունենք, արժանապատիվ ապրելու խնդիր ունենք ու մի շարք այլ խնդիրներ։ Այսօր մեր քաղաքացին գնողունակության խնդիր ունի։ Ուղղակի աշխատավարձը չի բավականացնում, այս բոլորը խնդիրներ են։ Մենակ դրանով, եթե դրա բոլոր ուժերը համաձայն լինի դրա շուրջ, միգուցե մի կարճաժամկետ ընտրական process անցկացնենք։ Բայց ես չեմ տեսնում, որ դա կա։ Նույն քաղաքացին, պարոն Սանասարյան, երբ որ իշխանության հետ հանդիպում է ունենում, կարող է չէ առիթից օգտվել եւ այդ գնաճի մասին խոսել, բայց նա ասում է իմ թոշակը բարձրացել է, ես շատ շնորհակալ եմ։ Առողջական ապահովագրություն ներդրված է, ես անվճար վիրահատվում եմ, շնորհակալ եմ։ Մի քաղաքացին ասում է թոշակը բարձրացել է, շնորհակալ եմ, մյուսն էլ ասում է կներեք, գնաճ է տեղի ունեցել։ Այդ ձեր բարձրացածը, հələ հարցը բարձրացածը, թե բարձրացած չի։ Դրանով է ապրելու քաղաքացին։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ ձեր ընդհանուր տպավորությունն ինչպիսին է, արդյոք մեր հանրությունը, այո, իրեն բավարար է, որ թոշակ է բարձրացվել։ Եվ դա զուտ իր մաշկի վրա զգալով նա համարում է, որ ամեն ինչ լավ է այս երկրում։ Թոշակառուներից եկեք իրենց նախ հանգիստ թողենք, իրենք կարան այլ պատկերացում ունենան, կարող է մտածեն, կարճաժամկետ մտածեն, որ իրենց խնդիրները Հա, բայց այդ մարդը գնալու է քվեարկության եւ իր ձայնով բան է որոշելու։ Նոր է չէ բարձրացել է 10,000 դրամը։ Ընտրություններին քանի ամիս կա։ Մոտ 2 ամիս ու ավել, չէ։ Էլ այդ 2 ամիս ավելը իրանք առհասարակ տեսնելու են իրենց զամբյուղում բան փոխվեց դեպի դրական կամ բացասական։ Թող իրենք որոշեն։ Բայց դրանով չի ընտրություններից առաջ այդ ինչ սիմվոլիկ 10,000 դրամներ եք բարձրացնում ընտրություններից առաջ։ Այսինքն իշխանությունը իր լծակները վարչական ռեսուրսը ամբողջությամբ օգտագործում է, քարոզարշավ է անում, տանում է պետական պաշտոնյաներին, քաղաքացին հարցադիմում, իբր ներկուսակցական բան են անում, հա։ Պետական պաշտոնյաներին տանում կանգնացնում, ասում այս ինչ հարցը լուծեք անպայման։ Քաղաքապետը գնում ընդեղ ասում է, այս բանը փոսերի հարցը կլուծենք, այն չգիտեմ, կոյուղաջրերի հարց կլուծենք բան։ Ժողովուրդ ջան, անհավասար պայմաններով գնում ենք ընտրության։ Ու մի հատ էլ մատ ենք թափ տալի, վախացնում ենք, որ մեզ չընտրեք պատերազմ լինելու։ Հիմա ես չհասկացա, ձեր ուժը մասնակցելու է այս անհավասար պայմաններով ընտրություններին։ Տեսեք, հիմա ես նախորդ հաղորդման ժամանակ ես կոչ եմ արել, որ եկեք հրապարակային։ Հա, դուք դեռ որոշում այս պահին չունեք։ Մենք կարող ենք մասնակցել, կարող ենք չմասնակցել, կարող ենք, չգիտեմ, աջակցել, ոչ թե վախենում ենք մասնակցելուց, այլ ուզում ենք այս բաժան չգնանք ընտրության։ Մեր խնդիրը համախմբում ապահովելն է։ Ես դեռ շանս տեսնում եմ, արձագանքներ կան իմ կոչին։ Ես դեռ շանս տեսնում եմ։ Եթե դա ստացվեց այդպես, մենք բան ենք փոխելու քաղաքական դաշտում։ Ընտրական process-ի ժամանակ բան ենք փոխելու, եթե դա ստացվեց։ Այս մանիպուլյացիաները ճեղքելու ենք։ Ես հիմա փորձում եմ այդ ուղղությամբ։ Եթե ստացվեց, բրավո բոլոր այն մարդկանց, ովքեր որ կմասնակցեն դրանց։ Ես ասել եմ, որ պատրաստ եմ չլինեմ, այդ ցուցակում պատրաստ եմ ամենավերջի համարը լինել, բայց դա ստացվի, բայց այլընտրանք ներկայացնենք։ Ոչ թե ամեն անգամ գնանք գլխով տանք պատին, այլընտրանք ասվածը ինչ է նշանակում, պարոն Սանասարյան, դա գաղափարական ինչ-որ նորություն, այլընտրանք հանրության պահանջից բխող։ Բնականաբար գաղափարական, ծրագրային, այդ միասնակ համախմբվածությունը, որ մենք ցույց կտանք, որ մարդիկ ասում են դե փոքր են, չեն կարա, չփոշիացնենք, հիմա ուզում ենք ասենք այդ փոքրը չենք։ Բավարար հասունություն կունենանք այս անելու համար։ Ես մարտահրավեր եմ, ես չեմ մարտահրավեր, ավելի ճիշտ ասեմ, քաղաքացին եմ մարտահրավեր։ Այդ որ գնում են քաղաքացիների հետ հանդիպման։ Մի անգամ գոնե չեն լսել, մի անգամ, բայց շատ են լսում էլի։ Չեն լսել, որ միավորվեք ինչի համար եք սենց առանձին գնում։ Քաղաքացու մարտահրավերը ես փոխանցում եմ։ Սխալ արտահայտվի, դա իմ մարտահրավերը չի։
դա իմ ձեռք մեկնումն է, որ եթե անգամ խնդիր ենք ունեցել իրար հետ, մի կողմ թողենք այս բանը, կարևոր չի դա։ Մեզ սպառնալիքներով վախացնում են։ Մենք պետք է խնդիրը լուծենք։ Այդ ողնաշարը պետք է ունենանք, որ ձիգ կանգնենք ու ասենք, որ մեզ չեք կարող պատերազմներով վախացնել առանց։ Դուք դա իշխանությանը կարող եք ասել, բայց թշնամուն ինչ կարող եք ասել, եթե քաղաքացին հարցնի, ինչպես եք վարվելու Ալիևի պահանջների հետ, ո՞րն է լինելու մեր պատասխանը։ Երբ որ մենք կլինենք համախմբված, մեր այդ նույն ձևով չեն խոսալ։ Մենք այնպես ամբողջ ընթացքում դրա մասին եմ ես խոսում։ Նույն Ալիևը մեր հետ այդպես չի խոսա։ Եթե իմացավ գործ ունի կուր ժողովրդի հետ, համախմբված ժողովրդի հետ այդպես չի խոսելու։ Հա, բայց Բանակցել եք ինչ-որ ժողովուրդն ունենալու համար ճանապարհ եք ուզում։ ժամանակ չի Այդ ճանապարհի հարցը ինչքան ժամանակ։ Չգիտեմ, հենց դա է, չգիտեմ։ Ժամանակ չունենք։ Պարակտումը շատ երկար ժամանակ է եղել։ Մի օրում շատ խորացած է։ մի օրում ես իմ կողմից կարամ ներողություն խնդրեմ մարդկանց, ով կապ չունի ճիշտ թե սխալ վիրավորել եմ։ Մի օրում կարելի է դա անել։ Ասացի այդ խրամատները մեր բռով պետքա փակենք։ Երկրի ներսում պետքա չլինի խրամատ, ոչ մի ձևի։ Մեր խոսքով պետքա փակենք այդ խրամատները։ Ժողովուրդ, պահանջարկ սարքեք սա։ Պահանջարկ սարքեք, տեսեք այդ գործիչները կունենան այլ ընտրանք, թե չեն ունենա։ Բայց քանի դուք ծափ եք տալիս այս մեկին, որ այն մեկին հոշոտում է, տեսեք անգամ այդ կնոջը օգտագործեցին։ Այդ կնոջը այն գործիչներ կան, որ ասում ես դուք լավ ամբողջ կյանքները դրա հակառակն եք արել, այսօր ինչի եք այդ կնոջը երեխուն էլ թիրախավորեցին, երեխու դեմքն էլ բանա ցուցադրելով այդ ամեն ինչ արեցին մետրոյում։ Մի արեք դες բաներ, մի արեք, ոչ մի կողմդ մի արեք դա։ Հիմա մեր արտաքին մարտահրավերներին, մասնավորապես Ադրբեջանից ռիսկերը, դուք ո՞րն եք համարում ամենագլխավոր ռիսկը առաջիկայում եւ դրա դեմ առնելու ինչ լուծումներ։ Ամենամեծ ռիսկը մեր պարակտվածությունն է։ Դրանից ավելի մեծ ռիսկ չունենք։ Հավատացնում եմ ձեզ։ Վստահեցնում եմ։ Դրանից ավելի մեծ ռիսկ չունենք։ Ներսն է փչացած, ներսից ենք թույլ։ Եթե ներսի խնդիրը լուծում ենք, հույս ունենամ, դեռ հույս ունեմ, որ կարողանանք այդ ճանապարհով անցնենք։ Մեր այդ հաշվի են նստելու բոլորը։ Ხო, մի սուրու ոչխար չենք, որ դե ամեն ինչ արվում է, որպեսզի այդ համախմբումը տեղի չունենա։ Ուժեր կան արդեն չեմ էլ հիշում, քանի տարի է խոսում են Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմից։ Բայց իրանք բոլորը մասնակցում են այդ հիբրիդային պատերազմին, բոլորը։ Ովքեր այս գզվրտոցի մեջ են, կներեք այդ բառիս համար, իշխանություն, տարբեր ընդդիմադիր ուժեր, խորհրդարանական, արտախորհրդարանական, բոլորը մասնակցում են հիբրիդային պատերազմին։ Էլ ավելի լավ հիբրիդային պատերազմ ոնց է լինում։ Ու իրանք ամեն մեկը խոսում ասում Հայաստանում հիբրիդային պատերազմ։ Դուք եք մասնակցում։ Մի մասը ասում է Ռուսաստանից է, մյուս մասը ասում է Արևմուտքից է։ Մի մասը ասում է Թուրքիայից է, Ադրբեջանից է։ Այսինքն շարունակեք։ Բոլորը ասեք։ Այդ ամեն այդ ասածը հիբրիդային պատերազմ է։ Երբ որ դու պատերազմով վախացնում ես, դա հիբրիդային պատերազմ է։ Դրանից ավելի հիբրիդային պատերազմ չգիտեմ։ Հիմա իշխանությունները ինչ են շարունակ ասում հիբրիդային պատերազմ է Հայաստանի դեմ։ Ամփոփելով, պարոն Սանասարյան, դուք արդարացվեցիք։ Մենք ձեզ շնորհավորում ենք այս պահի դրությամբ ամեն դեպքում հաշվի առնելով, որ կարող են լինել էլի գործընթացներ։ Ինչ կարող եք ասել, մեր դատա իրավական համակարգին բազմաթիվ գնահատականներ են տրվել, արդարադատությանը բազմաթիվ ածականներ են տրվել։ Հիմա կարող ենք ասել, որ այնուամենայնիվ ամեն ինչ դեռ ավարտված չէ։ Իհարկե, ոչ մի բան ավարտված չի Հայաստանում։ Ոչ մի բան ավարտված չի։ Ես այս բացասականի մասին շատ խոսացինք, բայց խոսացինք, որ չկորցնենք, դրա մասին ենք խոսել։ Բայց Հայաստանում մենք շնչում ենք, ապրում ենք, ունենք նպատակներ, ունենք ծրագրեր, մեր քաղաքացիները քանի դեռ ինչ-որ խելացի գտնվենք, դա քանի դեռով չեմ ասի, կասեմ, որ մենք պետքա հողի հետ ունենանք մեր կապը, հողի հետ ունենանք կապը, մեր խղճի հետ կապ ունենանք, Աստծո հետ կապ ունենանք, որ կարողանանք շարունակել այստեղ ապրել։ Իսկ ինչ վերաբերվում է արդարադատությանը,
Այս դատավորից կախված է։ Դատավորը մարդ է առաջին Այո, հերթին Հայաստանի Հանրապետության այո։ քաղաքացի։ Դատավոր Դավիթ Բալայանը իրականացրել է արտարադատություն, ոչ թե որ իմ նկատմամբ է արել դրա համար, ոչ ընկերներ ենք, ոչ չգիտեմ, բարեկամներ ենք, բայց նա այնպիսի հիմնավորումներով է իր վճիռը կայացրել, որ մասնագետները կարդան, շատ պարզ կհասկանան, որ այստեղ քննարկելու հարց չկա։ Բայց կարծես թե դատախազությունը, եթե 3 չի բողոքարկի, այսօր կբողոքարկի։ Թող բողոքարկեն։ Էլի վստահ եմ, որ առանց քաղաքական իշխանության թույլտվությամբ դա չեն անելու։ Այսինքն կունենան դաբրոն իրանց։ Բայց այդ դեպքում քաղաքական իշխանությունը կարող էր չի այնպես անել, որ այդ արդարադատությունը չկայանար, պարոն Սանասարյան։ Որ կաներ կաներ։ Միգուցե չեն ցանկացել միջամտել։ Չգիտեմ, բայց չեն ցանկացել են ինձ այս ոչ մի բան գործով, ոչ մի բանի մասին գործով 7 տարի ինձ քարշ տան դատարանների դռները 7 տարի։ Ես գերի եմ իրանց ձեռը, որ մի հատ էլ ասեմ դա այդպես չուզեցան ինձ դատապարտել, հիմք չկա դատապարտելու, եթե ցանկանան է հիմք չկա դատապարտելու, հասկանում եք, իմ հիմքերը շատ ամուր է, ու իրանք չեն կարող, եթե վերաքնի չէ տանեն, էլի չեն կարող, ջուր են ծեծում, ժամանակ են ձգում, որ հանրությանը չասեն ներողություն, ինչ չէ, հանրությանը չասեն ներողություն է սրա համար, կձգեն, մի քանի տարի էլ կձգեն, հետո ավելի լուրջ հարցեր կլինի, մարդիկ կարող չքննարկեն այս թեմաները։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի ինքնիշխան Հայաստան կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։